Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ էքստրասենս բուսաբույժ Կարեն Ափոյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնը, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Ափոյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Ափոյան, գուցե այսօր փորձենք ամփոփել տարին, որտեղ մի երկու շաբաթ է մնում, որ արդեն տարին ավարտենք։ Ըստ ձեզ տարին ինչպես ենք ավարտում, հաշվի առնելով, որ հասարակության համար ամենակարևորագույն խնդիրը անվտանգության խնդիրը դեռ մնում է բաց, թեև Ադրբեջանից մենք ստանում ենք ուղերձներ, որ մենք գնում ենք խաղաղության, արդեն շատ լավ է, որ երկու պետությունների վերջո հասկացել են, որ խաղաղությունը անհրաժեշտ է, դրան զուգահեռ տեսնում ենք Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, սահմանազատման գործընթացն է թերի մնացել եւ անդրադառնանք նաեւ այս վերջի շաբաթվա ընթացքում բանակցային փաստաթղթերը փաստորեն հրապարակվեցին, կարծես թե հասարակությունը եւս մեկ անգամ ալեկոծվեց, երկրորդ նախագահը ասուլիս տվեց, մի խոսքով բոլորը խոսում են այդ մասին եւ տարեվերջին ունենք դեռ պետություն եկեղեցի այս հակամարտությունը կարծես թե չի լուծվել եւ դրան ավելացել են նաեւ այս սուր շնչառական վարակները, որոնք ուղղորդվում են բարձր ջերմությամբ, մի խոսքով ինչ ունենք տարին եթե ամփոփենք, ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչ ունենք որ կարող ենք ասել արդեն արված է։ Եք սենց ասեմ էլի, իրականում ամբողջ աշխարհը նախապատրաստվում է շատ լուրջ փոփոխությունների, կատակլիզմաների դեմ, հիվանդությունների, այսինքն իրենց երկիրը փրկելու ռեսուրսների ճանապարհների, իսկ մենք ինչ որ հավատում ենք թղթի վրա գրված ինչ որ անորոշ բաների եւ դրանով, այսինքն որևէ ռեալ լուրջ ռադիկալ փոփոխություն տեղի չի ունենում ապագայի հետ կապված մեր անվտանգության։ Սննդից սկսած, դեղորայքից սկսած, այսինքն զուտ ընդհանուր էներգետիկայով սկսած, այսինքն հիմա մեր երկրում էներգետիկան ինքը քաոսային է, որ երբեք այսքան խորը չի եղել ու ես բազմիցս հիշատակել եմ, որ գնալով ավելի է վատանալու։ Այսինքն դեռ չի կանգ առել այն process-ը, ինվոլյուցիան հետընթացը, որը ցավոք բախում է բոլորիս դռները։ Նայեք, ասենց ասեմ, Ալիևը քանի դեռ ինքը լիարժեք պատրաստ չի իր նվաճողական վերջնականապես իր արժև դրված այսպես ասած արևմտյան Ադրբեջան կամ դենց բաների իրականացնելու ինքը ժամանակ է շահում։ Այսինքն այս ծրագիրը անկախ ամեն ինչից այդ իր խոսքերը թեկուզ Սևանի հետ վերաբերյալ մեր սուվերեն տարածքների հետ վերաբերյալ ունի ապագայի դուք չգիտեմ 50 տարվա 30 տարվա ծրագիր, այսինքն մեծ մասշտաբի է։ Իրականում երբ որ խոսվում է հետ վերադարձի իբր ստեղ բնակության, նախ այդ արվում է շատ նուրբ քաղաքականությամբ, որը ոչ մի ադրբեջանի ապրող չի գալու ստեղ ապրի, այդ փաստ է։ Ուղղակի ինքը հող է նախապատրաստում։ Եվ հոգեբանական տերորի բնականաբար, որ ապագայում այլ ազգիները, մուսուլմանները, որոնք որ պատրաստ են ոնց որ շատ վատ վիճակներում են, այսինքն այդ ռեսուրսը օգտագործելով մեզ ոչնչացնի։ Այսինքն ոչ մի էլ եմ ասում այնտեղ ապրող ադրբեջանցի համարձակություն չի ուզենա գա ապրի, բայց այսինքն մենք պետք է չսահմանափակվենք դրանով, մենք պետք է միջազգայինորեն այդ դատապարտել, որ որպես այդպեսին այդ հանցագործություն է, ու մինչև հիմա ավիրվում է մեր սրբությունները Արցախ աշխարհում, ավիրվում է վանդալիզմի է ենթարկվում, եւ դա էլ մշակութային առումով, էլի համաշխարհային առումով խնդիր է, բայց բոլորի աչքերը փակ է, որովհետեւ այստեղ գործ ունենք մենք ոնց որ ասած վճարումը անում է կոպիտ ասած։ Հիմա սրա տակ կա մեծ վտանգ, որը նաև անդրադառնում է այսօր մեր իրավիճակը շատ վատ է, այսինքն իշխանություն եկեղեցի։ Նայեք, ես չեմ ասում, թե եկեղեցիում բոլորը սրբեր են կամ պետք է լինեն։ Ուղղակի երբ որ պետությունն է, այսինքն պետությունը շատ պետության գլուխ կանգնած անձը պետք է ինքը բավականին հոգևոր լինի,
շատ խորապես հոգևոր լինի։ Սաղմոսներ գիտի կարդում, օրինակ ես ու դուք չենք կարող այդ սաղմոսները անգիր ասել։ Նայեք, դա հարցի մյուս կողմն է։ Պատարակների է գնում։ Okay, թող գնա, ես բան չունեմ ասելու, բայց եթե այդ ամեն ինչը արվում է ներկայացմամբ, թատերական ներկայացում, այսինքն ազնիվ չէ վարչապետի այդ։ Այսինքն չի կարելի նման կերպով, չի կարելի ոստիկաններով, չի կարելի ներկայացում խաղալ։ Ուղղակի չի կարելի, դա ոչ թե ես եմ ասում, դա մեր դարավոր եկեղեցու էներգիան խախտում է, իսկ այդ պատիժը վերևից է գալու։ Այսինքն ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի քայլը դենց դնի դատապարտի, բայց մենք չենք դատավորը, բայց դատավորը վերևն է, որը ամեն ինչ տեսնում եւ ամեն ինչ իր ժամանակին պատասխան տալիս է, այսինքն պետք է եկեղեցի իշխանություն, հանրություն այդ հարցերը բոլոր երկրներում էլ ներքին այդ խնդիրները կան, նես չի որ բոլոր տեղերի իդեալական են, պետք է լներ փակ դռների հետևում, պետք է լներ ճիշտ ձևով, այսինքն ինչ որ անձին փոխելով, այստեղ ավելի շատ անձերի ամբիցիաների կռիվ է կամ ողակալության կռիվ է, ես չգիտեմ, որը բերում է, այսինքն հանրության մեջ թուլացնում է միասնականության էներգիան ու դրա հետևանքները լինելու են շատ տխուր ձևով, ասեմ ինչու, որովհետև այսինքն արդեն ժողովրդի մեջ էլ այդ պառակտումը ավելի է խորանում, սևեր, սպիտակներ, նախկիներ, ներկաներ, ճիշտ ու սխալներ, որը պետք չէր գալ հոգևոր դաշտ, այդ հոգևոր դաշտի խառնել դրա հետ ու այդ ամեն ինչը ներկայացնել, դա կոնկրետ ոնց որ ժողովրդին հանի իրար դեմ, այսինքն այդ բերում է քաղաքացիական բախումների կամ լուրջ վտանգների, այսինքն խորքային Հենց գուցե ոստիկանության ներկայությունն էլ այդ բախումներն է կանխարգելում, պարոն Ափոյան, Կարող է, չգիտեմ, բայց չի կարելի։ Վերջում մենք տեսանք իրավիճակը որքան լարված էր։ Նայեք, ասենց ասեմ, եթե չլինեն ոստիկաններ, ապա ինչ կարող է լինել։ Ինչ կարող է լինել, ես չգիտեմ ինչ կարող է լինել, ես։ Բայց կարող ենք պատկերացնել, որ ժողովուրդը կարող է, որովհետև միշտ հրահարիչներ կան, որ մի հատ առիթ է պետք, որ որպեսզի ժողովրդի մեջ միշտ լինի լարվածություն, կոնֆլիկտներ, բախումներ, չգիտեմ, այսինքն օրինակ ով պատարակի չի գնացել 100 տարի, հիմա գնում է ու ցուցադրական է ամեն ինչ, այսինքն Աստծո հավատը, Աստծո հանդեպ հավատը չի, այսինքն պարտադիր չի պատարակներով, այսինքն Աստված մեր սրտում է, Աստված պատերի մեջ չի։ Ով այդ եկեղեցու տեղը չգիտի, հիմա արդեն նույնիսկ Չարենցավանից, այլ որտեղից գալիս են։ Այդ Աստծո համար ընդունելի չի, բարձրագույն Աստծո համար նման, ոնց որ ասած, խեղկատակությունները ընդունելի չեն, կապ չունի ով է անում։ Կապ չունի ում անունն է, հնչում, այդ էլ է երկրորդական բաներ, հասկանում եք, մենք այսօր շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած, ոչ թե զուտ ինչ-որ եկեղեցու հոգևորականին փոխելը, այդ գիտեք ոնց, այդ ներքին պրոցեսեր ինքը պետք է գնար, հանրային պետք է չդառնար, այսինքն ես դատապարտում կոնկրետ հանրային դարձնելը, որովհետև չի կարելի, այսինքն դրա հետևանքները բերում են ազգի մեջ խորքային հիասթափություն, ոնց որ ասած սիստեմների հանդեպ, թե պետության հանդեպ, թե եկեղեցու հանդեպ, հասկանանք, ամեն մարդ իր ունի իր սեփական ընկալումը, նեղանկյունով ու ամեն մարդ չի կարող այդ գլոբալը ճիշտ տեսնի, թե ինչ է կատարվում։ Ու այդ ֆոնի վրա տեսեք, հիմա դուք շեշտեցիք հիվանդությունների այսքան կտրուկ աճը։ Այսինքն ցանկացած հիվանդություն ունի երկու պատճառ։ Ցանկացած հիվանդություն, մեկ հոգեբանական պատճառ, մեկ ֆիզիոլոգիական պատճառ։ Այսինքն ֆիզիոլոգիական պատճառը մենք շնչում ենք թունավոր օդ։ Ահա որ Հայաստանը, Երևանը ամենակեղտոտ օդն է։ Այսինքն ոչ մի ռեալ քայլ չի արվել, նախապատրաստվել, այսքան փոշի, այսքան կեղտ, այսինքն մենք ոչնչացնում ենք ինքներս մեզ, մեր ձեռքով։ Համաձայն ենք դրան։ Նկատի ունենալով հիվանդությունների աճը։ Այսինքն երեխաներն է իմունիտետը իրենց ավելի զգայուն է, շուտ են վերցնում այդ ամեն ինչ, այսինքն սնունդը խախտված, որ ինչ տեսակի կանցենտրատներով, չգիտեմ, վտանգավոր նյութերով սնունդ, վտանգավոր, չգիտեմ, ծանր մետաղներով, որտեղ այսքան հանքեր ունենք, այդ էլ է ազդում այդ սննդի որակի վրա, օդն էլ է ազդում, այսինքն էկոլոգիական աղետ կա այստեղ, շատ լուրջ, թե փոշու տեսքով, թե շմոլ գազի տեսքով, թե ծանր մետաղների տեսքով, պլյուս դրան գումարված նյարդային վիճակը, այսինքն եթե
օրինակ էկոլոգիան որոշակի առումով կեղտոտ է, բայց մարդունի արտերը հանգիստ է, այդքան չի մարդը օրգանիզմը դիմադրում է։ Օրգանիզմը դիմադրում է։ Այստեղ հիմա մենք ամեն օր հետևում ենք անընդհատ վախի, այսինքն ինչ արթնանալու ենք, ինչ վատ բան տեսնենք։ Էլ ինչ է մեր գլխին գալու, էլ ինչ ով ինչ սպառնալիք է հնչացնելու։ Այսինքն այդ կոնկրետ ազգի իմունիտետը թուլացնում է։ Այդ կոնկրետ պատճառը, օրինակ ցանկացած վիրուս ինքը ասենց ասեմ, ոնց ասեմ, էներգետիկ անկում է, երբ որ մարդու էներգիան տրամադրությունը անկում է ապրում, հոգեվիճակը անկում է ապրում, իմունիտետը կտրուկ ընկնում է, բնականաբար վիրուսները սկսում են արագ տարածվել։ Հիմա, այսինքն մենք պետք է մաքրենք մեր գիտակցությունը, որ չմտնենք այդ խաղերի մեջ, այդ ինֆորմացիոն կեղտոտ դաշտի մեջ, որ անտացնից չթերթենք, ասենք, բայց այսինքն թունավորում ենք ինքներս մեզ հիվանդացնում ենք, լույս այսքան ոնց որ ասած ֆակտորները, որ նպաստում են ավելի հիվանդանանք։ Հիմա մեծ հաշվով կարելի ասել բնակչության 80%-ը հիվանդ է։ Ամեն մեկին ինչ որ քրոնիկ կամ եթե ոչ 100, որտեղ հատուկ են մարդիկ են, որ այո, այսինքն այդ ելի եմ ասում, ընդհանուր էներգետիկայից է կախված, բացի զուտ ֆիզիկական խնդիրները, օրինակ իմունիտետը կամ օրգանական խնդիրները, ամենավտանգավորը այս վերջի շրջանում, հատկապես պատերազմից հետո շատացել է հոգեկան խախտվածության դեպքերը, որ մարդիկ արդեն կյանքի հանդեպ հավատը չունեն, իրականության զգացումը աղճատված է, այսինքն արդեն իրենք իրականության հետ կապը խզված է ու բնականաբար այդ մարդիկ, որ սերունդ տան, այդ սերունդը լինում է շատ վատ որակի, այսինքն մենք այսօր ունենք գենի պահպանման խնդիր, գենի, ոչ թե ամեն ինչ քաղաքականացնել, հիմա բոլորս քաղաքականացված ենք, ով մեկը մյուսին նայում է ինչ-որ հարցով, այսինքն քաղաքականացված է նայում, դա է մեր ողբերգությունը, օրինակ շատ զարգացած երկրներում իրանք չգիտեն երկրի վարչապետն ով է նախ, իրանք չի հետաքրքրում, կա օրենքին հետևել, ինքը որպես բարեպաշտ քաղաքացի իր գործն է անում ու այնտեղ գիտի, որ ամեն մեկը իր գործն են անում, բայց այստեղ ամեն ինչը խառնված է, այսքան շուտ չի կարգավորվելու, որովհետև ամեն մարդ չի ընդունում իր սխալը, իր մեղքը, չի ընդունում, այսինքն ով ինչ ասում է, դրա հակառակն է անում, ով ինչ արել է, ասում է ես այդ չեմ արել, ով ինչ չարել, ասում է ես այդ եմ արել, այսինքն այստեղ անկեղծություն չկա հայրենիքի հանդեպ, ինքը իր հանդեպ, Աստծո հանդեպ, ամեն ինչ տեղի ունենում ձևականության ֆոնին։ Դրա համար ոնց որ ասած թշամի պետություններն էլ առիթ օգտագործում են, օգտվում են դրանից։ Հասկանու՞մ, այսինքն ստեղ նայեք որ փորձենք ինչ-որ մեղավորներ ման գալ, բոլորս էլ մեղավոր ենք, որտեղ բոլորս մի նավի մեջ ենք։ Հիմա մեր խնդիրը պետք է լինի նավը պահպանելը, ոչ թե ամեն մեկ ինչ-որ փոքր մագույք սարքի թողնի հեռանա, բայց հիմա նայեք, ես սենց եմ ասում, կոնկրետ այդ ինֆորմացիան է գալի, տարածաշրջանը ու ամբողջ աշխարհը նաև, հատկապես մեր տարածաշրջանը շատ պայթյունավտանգ իրավիճակի մեջ է, քնած է դեռ, ոնց որ սենց սպասողական, ես չգիտեմ ինչին են սպասում կամ երբ է այդ պայթելու, բայց այդ ցավոք մեր համար կարա շատ ճակատագրական լինի, որովհետև մեր երկիրը ըստ իրանց պլանավորման մեզ հետ է լինելու այդ բախումը թե ոչ միայն, չէ, մեր հետ անմիջապես չի լինելու, բայց մեր վրա ազդելու, այսինքն ոնց որ մեր երկիրը ուզենան դարձնել պլացդարմ իրենց ռազմական գործողությունների կամ նկարտումների համար, այսինքն որպես սուվերեն միավոր չեն ընկալում, հա, թուղթը կա, բայց լուրջ չեն վերաբերվում։ Հասկանաք, այսինքն մենք այդքան արտաքին դիվանագիտական բաներով այնքան ենք իջացրել մեր նշաձողը, որ ով մեր հետ ոնց ուզում է, այդ ձևով վերաբերվում է։ Իսկ պարոն Ափոյան, իսկ եկեղեցու հետ կապված միտումնավոր այս գործընթացները սկսվեց հենց ազգին թուլացնելու համար։ Այդ մի քիչ հաշվի առնենք, որ ով սկսեց առաջինը, ով հնարավորություն տվեց մյուսին խցկվելու մյուսի կյանքի մեջ։ Ես էլ եմ ասում,
օրինակ միշտ էլ եկեղեցու մեջ որոշակի խնդիրներ եղել են, կարգալույծ են արել, ինչ որ հարցեր են լուծել։ Մենք փաստացի տեսնում ենք տարաձայնություններ, նույնիսկ եպիսկոպոսատ ժողովն են հետաձգում, որտեղ չեն կարողանում։ Որովհետև իրականում, այսինքն մենք պետք է եկեղեցու այրերն էլ վերանայեն իրենց դիրքորոշումը, իրենց մոտեցումը, իրենց մաքրությունը, իրականում պետք է վերանայեն բոլորս, ամեն մեկս, կապ չունի հոգևորական ենք թե չէ, մենք ամեն օր պետք է անալիզ անենք, վերանայենք, բայց չի կարելի, ել եմ ասում, այդ հանրայնացնել։ Հիմա ոնց որ ասած, այդտեղ ես չգիտեմ ինչ դիտավորություն կա, բայց այդ խելամիտ մարդը, ով ուզում էլ լինի, եթե ինքը իրականում մտածում է ազգի մասին, չպետք է այդ ճանապարհով գնար։ Երկու կողմերին էլ լավ վերաբերվում է։ Անպայման ես, որտեղ երկխոսության ամեն դեպքում մեկը պետք է առաջարկի։ Ես, որ իմ, չգիտեմ, տարիներով խոսել եմ տարբեր հարթակներում, ես միշտ շեշտել եմ պատերազմից առաջ էլ, պատերազմից հետո էլ պետք է լինի, որտեղ ես այն վախտել եմ, ես զգուշացնում եմ, որ հոգևոր կողմը կաղում է, իրականում կաղում է, մենք պետք է կլոր սեղան նստեն բոլորով, որպեսզի ի նպատակ ազգին փրկելու, ազգը շենացնելու, ազգը ծաղկացնելու, բայց ոնց որ ասած շատերը քննադատում են, ասում են եկեղեցականներն ինչ են անում, գնանում իրանց արարողություններն են անում, իրանց, չգիտեմ, եկամուտն են ստանում կամ հոնորարը ապրում են, այսինքն ազգին շատ հարցերով չեն համախմբում, ինչ որտեղ դրա մեջ կա ճշմարտություն, այսինքն իրենք պետք է վերանայեն, այսինքն ներկայի իրավիճակը Հայաստանի հետ կապվող պետք է ճիշտ գնահատեն, երբ որ խաղ լիներ, այսքան մարտահրավերներ չլիներ, ուրիշ բան, բայց այսօր իրականում մեր ազգը հավատ ունեցող ազգ է ու ինքը կկանգնի եկեղեցականի կողքին առանց քաղաքականության, այսինքն հոգևոր դաշտի կողմը կկանգնի, բայց հոգևոր դաշտն էլ որ արդեն քաղաքականության հետ է բախվում, դեռ արդեն ժողովրդին գցում են երկու քարի արանք, չի կարելի։ Ուղղակի այդ դատապարտելի, ասում եմ, այս բերում է մեր ազգին մի հատ նոր աղետ, որը ես չգիտեմ դրա տակից ոնց պետք դուրս գանք, այն որ ասում է Աստծո զայրույթից ոնց պետք է դուրս գանք, որովհետև այդ ընդունելի չի։ Ես կոչ եմ անում բոլոր խելամիտ հոգևորականներին, իրանց սրտի մեջ, որ ովքեր որ անմնացորդ նվիրվում են, ու հանրությանը, որ չտրվել որևէ սադրանքներին, չտրվել որևէ մանիպուլյացիաներին, որովհետև դեռ շարունակվելու է։ Այսինքն կոպիտ ասած ծրագիր է դրված ամբողջ կազմը հոգևորականների դարձնել իրանց մարդկանցը, այսինքն այդ քաղաքականությունը մտավ հոգևոր դաշտ։ Իշխանությունները մտան եկեղեցի։ Դա հանցագործություն է իրականում հոգևոր դաշտի հանդեպ, այս ազգի հանդեպ, կապ չունի ով ինչ պատճառ ունի, ով է մաքուր, ով մաքուր չի, դա էլի եմ ասում, պետք է լիներ ուրիշ կերպ լուծումը, պետք է վերանայվեր իրականում, բայց այս ձևով արդեն ազգի բարակտում դուք ասենց ասեմ մի հատ էներգիա է կուտակված մեր գլխի վերևը բայջունավտանգ որը այն որ ասում եմ մինչև արուն չթափի չի հանգստանա այսինքն այդ էներգիան է դրա համար մենք պետք է ավելի խոհեմ լինենք ու այսինքն որևէ քաղաքացի թող չգնա եկեղեցու մեջ որևէ մանիպուլյացիայի չմասնակցի լինելու են մանիպուլյատորներ տարբեր չգիտեմ պատճառներով ամեն մեկը թող իր աղոտ կանի իր պատարագին մասնակցի դուրս կա կապ չունի այնտեղ եթե իր սրտով չի այդ արարողության անողը թող ինքը չմասնակցի որովհետև հավուր եկեղեցիներն են թող գնան այնտեղ այսինքն պետք չի ես նայեք լրագրողների մեղքն էլ կա որպեսի իրանք գնում են սուր հարցերով, մանիպուլյատոր հարցերով ավելի են սրացնում այդ ինֆորմացիան սկսում են հանրության ջան։ Այսինքն եթե ամփոփենք, խնդիրը չպետք էր հանրայնացվել։ Եթե թեկուզ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատարակների գնալ, դրանք էլ չպետք է ինչ որտեղ շատ ուշադրությամբ կամ ինչ որ ամպակորկոր այսպես հայտարարություններ գնում է թող գնա, եթե չեք ուզում այնտեղ ներկա լինել, որտեղ Վեհափարի անունը չեղարկվում էլ գնալ այլ մեկ եկեղեցի, որտեղ չի այնտեղ ինչ որ մեկը գոռա Վեհափարի անունը, որ հենց հարությունը Աստծո տանը չի ներվելու։ Ես ոնց բացատրեմ, Աստծո տանը չի ներվելու այդ ամեն ինչը, ոչ մեկին չի ներվելու, թափելու է մեր գլխին, իսկ այդ չի կարելի, այսինքն այդ
սրբապղծության պես մի բան է իմ համար, չի կարելի։ Եվ որքան շուտ դադարեցվի, Անպայման չի կարելի, այսինքն լրագրողներն էլ մասնակից են դրան, իրանք իրավունք չունեն սուր հարցեր տալ կամ մեկին ասեն, դուք հայր մերը բայց գիտեք, տեսեք մի հատ Նիկոլ հայր մեր Փաշինյանը ասեք։ ինքն է հենց հայտարարում որտեղ է գնալու։ Գուցե հենց պետք է սկսել։ Նայեք, մեզ շեղում են, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք։ Այսօր հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ կոտորվում են, երեխաները ոնց Ընդ ասեմ, որում դպրոցներում էլ արդեն հայտարարություն են անում։ վիճակի, այսինքն մենք գլոբալ խնդիրները թողած, ընկել ենք մուկու կատու ենք խաղում։ Չի կարելի։ Այսինքն իրեն հարգող գիտակից հոգևոր անձը կյանքում չի գնա ներկա գտնվի թատրոնի։ Ով ուզում է թող գնա, բացը եկեղեցին բոլորի համար է։ Դե ասում են որոշակի ճնշումներ կա դրա համար եւ մի կողմը փաստորեն մյուս կողմին վախեցնում է կարգալույծ անելով, մյուսը ձերբակալություններով։ Այդ իրանց ներքին խաղերն է։ Ես ժողովուրդը չպետք է տրվի։ Պետք է չտրվի։ Ժողովուրդը պետք է չտրվի, ժողովուրդը պետք է երբ որ ճիշտ բաղ գա ինքը, որտեվ նայեք գալու է այդ բախտը ուշ որ ոնց որ ասած այս ամեն ինչը այսքան չգիտեմ հետապնդումները ձերբակալությունները կապ չունի պատճառը ճիշտ է ով ինչ ունի այսինքն այս տանումը ժողովրդի մեջ ոնց որ ասած ասած մի հատ վակուում է ստեղծվում որ տրակելու է ու տրակելու է ոչ խաղաղ ճանապարհով այսինքն մենք գնում ենք դեպի դրան թե ընտրություններում ով կա հաղթի ով չհաղթի դա էլ կարևոր չէ իսկ այդ պայթունը դրսից է լինելու թե մենք ինքներս ենք ներսից պայթեցնելու դրսից կարա կայս լինի բայց ներսից լինելու այդ պայթյունը որովհետև կուտակված այդ էներգիան շինը ոնց պիտի դուրս գա այդ վակուումը ինքը հենց մնացել է դեռ իսկ դրա լուծումը հետեւյալն է հանդարտվել չտրվել այս հայտարարությունների այսինքն ցանկացած ղեկավար անձ բարձր դասյանց այդ հոգևորական կլինի իշխանություն կլինի ով ունի որոշակի արտոնություններ կամ իրավական որոշակի բան ինքը գիտակցաբար պետք է նայել որ այս ամեն ինչի հետևանքը պետք է նայել նոր գործել մարդիկ գործում են հետևանքը չնայելով հետո հետևանքից ուզում են փախնան խույս տան մեկը մյուսի վրա գցեն խնդիրը իսկ երբ որ մեկը պետք է բաժակը դնի այնտեղ ինքը պետք է դնելուց հետո ինչ կարա լինի ընտանուրի հետ կապված ոչ ոք չի նայում այդ առումով, ես չեմ տեսնում այս բան։ Դրա համար, այսինքն մենք էլ մեր ուշադրությունը սևեռելով այդ երևույթներին ավելի ենք ուշ տալի։ Երբ որ հանրությունը կոպիտ ասած իր համար մեկ լինի, թե այսօր ով գնաց եկեղեցի, ես Կիրակի որտեղ ելնելու, լրագրողներն էլ ամեն մեկը իրաց գործ անտարբեր մնա։ Հա, այսինքն չթեժացնեն այդ ամեն ինչը խաղաղվի որոշակի օրեն ու ամեն մեկը այսինքն մենք նայեք sense ասեմ մեր երկիրը մեր այս սուրբ հողը այնքան մեծ պոտենցիալ ունի աշխարհի ամենալավ երկիրն լինելու է պատական բան չեմ ասում ու ապագայում որովհետև նայեք սկսվել է աշխարհի այսպես ասած մակրագործումը որը տեղի ունենալու մագնիսական փոթորիկներով, ջրեղեղներով, ցունամիներով, հրդեհներով ու սկսվել այդ process-ը կանգ չի առնելու։ Ավիակատաստրոֆաներով, որը ապագայում էլի շատանալու է, միտումը մյուս տարի շատ է լինելու։ Որովհետև էներգետիկան փոխվում է, որոշակի բաներ արդեն ոնց ասեմ, ազդում են, որ, չգիտեմ, ինքնաթիռների վրա է լտում։ Ու այդ ամենի ֆոնին մենք ունենք շատ մեծ ռեսուրս։ Մեր ամենամեծ ռեսուրսը այսօր որ մենք sense ոնց ասեմ կորցնում ենք։ Դա որն է գիտեք։ Ջուրը։ Իրանում տեսնում ենք ինչը կա։ Իրանը խնդրում է նայեք հայ գիտնականները ստեղծել էին ֆիլտրեր, որ գետի ջրից ստանում են խմելու ջուր։ Այդ ծրագիրը չիրականացավ։ Այսինքն մենք կարող ենք մենակ ջրով, մեր գիտնականների ուղեղներով ու պետության ճիշտ ռեսուրսներով Իրանը խնդրում է ինչ-որ երկրներին, որ Իրան խմելու ջուր մատակարեն։ Մենք անսահման ջուր ունենք քաղցրահամ ապագայում էլ, որովհետև ոչ միայն, չգիտեմ, Սևանն է, այլ բանն է, նայեք, մեր հայաստանյան ջրային ռեսուրսների 85%-ը կորում է, որովհետև օրինակ մենակ Արագածը, եթե ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործեն, բարձրադիր լեռները, Աժդահակն է, Արագածն է, չգիտեմ, տարբեր լեռները, եթե ջրային ռեսուրսները ճիշտ անբարել կամ ճիշտ մշակել, որ ինքը չանցնի, ոնց որ չկորի, մենք մենակ ջրով
մեր ոնց ասեմ, մենք կարող ենք չաշխատենք ապրենք։ Մենակ ջրով։ Իսկ այդ ոչ մի քայլ չի արվում, որ մեր ջրային ռեսուրսները, օրինակ, չգիտեմ, կոպիտ ասած, Գառնին ջրի երկիր է, բայց գառնեցիների կեսը ջուր չունեն խմելու։ Այսինքն ճիշտ չի օգտագործվել։ Ես չեմ ասում, թե ինչ-որ մեկն է մեղավոր։ Իսկ պետք է այդ խնդիրը լուծել ջրային ռեսուրսները ճիշտ կառավարում։ Եթե մենք ճիշտ կառավարենք, մի լիտր ջուրը մի լիտր նավթի գնին է կոպիտ ասած։ Մենք ամեն օր կոպիտ ասած ավտոլվացման կայանում միլիարդավոր տոննաներ կորցնում ենք։ Նավթ ենք կորցնում։ Կորցնում ենք, այսինքն որը կարանք, օրինակ Պարսկաստանում բենզինը արժիքն 30-40 դրամ, ստեղ 500 դրամ։ Աբսուրդ է, այսինքն այդ ընդունելի չի։ Այսինքն մենք կարող ենք շատ էժան վառելիք ունենալ, փոխանակում անել եւ խնդիր չունենալ տնտեսական առումով, որովհետեւ այսօր տնտեսական խնդիր կա բյուջեի հետ կապված, չգիտեմ, թոշակների կամ եսին ինչի, այսինքն երբ որ ճիշտ չի կառավարվում, իմաստուն ձևով չի կառավարվում, արդեն ամեն ինչ փլուզվում է։ Էլի լուրջ ռեսուրսներ ունենք, որ հիմա չեն բարձրացնի։ Բայց ամենամեծ լուրջ ռեսուրսը դա մենք ենք։ Մեր ուղեղը, մեր գիտակցությունը, մեր ազգի գենի շնորհները, որը ամբողջ աշխարհում սփռված է։ Շատ մարդիկ ինձ գրում են, ասում են, երբ որ փոխվի իշխանությունը մենք գալու ենք։ Ասում եմ հիմա էլ կարող եք, ասում եմ չէ, հիմա մենք չենք գալի, որովհետև մենք դաշտը չենք տեսնում։ Բայց ինչքանով են երաշխավորում, որ հաջորդ իշխանությունը ավելի գոնե գան իրենք զուտ ներդրումների առումով, մասնակից լինեն։ Այսինքն հիմա մենք այնց վիճակում ենք, որ այսինքն շատերը ուզում են լավ բան անեն, բայց գիտեն, որ այդտեղ չի հասնելու ճիշտ ձևով, աղճատված է, սպյուրքն էլ է աղճատված։ Դրա համար, այսինքն ես միշտ շեշտել եմ, այդ սպյուրքի ալիքն էլ է գալու, բայց ինքը դանդաղ է տեղ ունում, այսինքն այդ խմորումը, որ սենց տարիները պահանջում, որ իրական այն միավորումը, որ պետք է, ուղղակի մեզ պետք է ընդամենը, ոնց ասեմ, օրինակ, տեսեք, թեկուզ այս Միջանսկի հետ կապված հարցերը, այդտեղ մենք էլ ժամանակ ունենք շահելու։ Այսօր մեզ շատ կարևոր է ժամանակ շահել, որովհետև թիրախային գոտին լինելու է Ադրբեջանը ու Թուրքիան, Իրանն միաժամանակ։ Այսինքն այդ երեքը հիմա նաև մենք էլ թիրախային գոտում ենք, որ պետք է լինի բախումներ։ Այսինքն ով կսկսի, որտեղից կսկսվի, բայց այդ ծրագիրը գրված է։ Հիմա եթե մենք կարողանանք համբերատար լինել, ներսով ինքներս մեզ ամուր պահել, ես հավատացնում եմ, որ ապագայում մենք շատ բան նույնիսկ հնարավոր է հետ բերենք։ Այսինքն եթե ամփոփենք, մեր ուժերը պահենք ավելի մեր հզորանալու, ուժեղանալու եւ ոչ թե ներսինից իրարուտելու գզվտոցը անպայման։ Այսինքն երբ որ ներսը կայուն է, ինչքան է ուզում է դրսից որևէ արտաքին վտանգ լինի, ուզում է պատերազմի կոչ լինի, ներսը կայուն եղավ, ոչ ոք չի կարողանալու մեզ հաղթի։ Այսինքն Ալիևը հիմա չունի այդքան ռեսուրս ու համարձակություն եւ թույլտվություն անմիջապես մեր վրա հարձակվելու։ Չունի, ինքը չի կարող, վերջ։ Ինքը մանիպուլյացիաներով, տարբեր սպառնալիքներով, տարբեր կեղծիքներով ուզում է, չգիտեմ, Միջանսկի անվան տակ այսինչ անի։ Արեմեցյան Ադրբեջանի հասան։ Հասկանա, այսինքն այդ նայեք երբեք չի իրականանա այդ իր հանցավոր պլանը, բայց այդ իր զավթողական, այդ, չգիտեմ, հանցագործ պլանները դանդաղ ինքը կարողանում է ինչ-որ բաների հասնել, բայց այդ պահիտելու է, որովհետև դա կեղծիքի վրա է, իսկ ոնց ասեմ, արտարության ժամը ինքը հեռու չի, որ պետք է գա, որտեղ արդեն սկսվել է այդ մակրագործումը։ Դուրս գան կարճատև գովազդային դադարի, որից հետո եւս մեկ հարց ունեմ ձեզ հետ քննարկելու։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է էքստրասենս բուսաբույժ Կարեն Ափոյանը։ Պարոն Ափոյան, ամեն դեպքում այս եկեղեցի պետություն շարունակենք այս իրավիճակին հետևել, հնարավորինս մեր հաղորդումների միջոցով ինչ որտեղ խորհրդատվական հաղորդումներ են դրանք դառնում, թե ինչպես հասարակությունը զերծ մնա այդ իրավիճակներից եւ սադրանքներին չտրվի։ Ձեզ հետ ուզում եմ քննարկել նաեւ մեր անչափահասների հետ կապված այս իրադարձությունները, որ վերջին օրերին տեղի ունեցան։ Նոյեմբերյանի ծեծը տեղի ունեցավ, որը համացանցում տարածվեց։ Դրանից հետո իմացանք, որ եւս մեկ դեպք 4-րդ դասարանի երեխաները փաստորեն իրենց ընկերոջը ծեծեցին դպրոցի ետնամասում, եւ հետաքրքիրն այն է, որ արձագանքներում նկատում ես, որ բոլորը մեղադրանքները ուղղում են դեպի դպրոցը, ուսուցիչը։ Մեր ուսուցիչները ինչ ասես թե ինչով են զբաղված եւ այս չեն անում եւ չեն։ Որտեղ այս ագրեսիան փաստորեն այն, որ մեծերի մոտ աթոռի իշխանության եւ այլն, փաստորեն մեր անչափահասների մեջ էլ կա։ Նայեք, sense ասեմ, անչափահասն, այսինքն պատանեկան տարիքից մինչև 23-4 տարեկան մարդու մեջ կա անկառավարելի մեծ էներգիա։ Երբ որ այդ էներգիան ճիշտ չի բաշխվում, ճիշտ չի օգտագործվում, կդառնում է ագրեսիա։ Նայեք, Սովետ միության ժամանակ, այն որ ասում է պարապ մարդ գտնում էին, դնում են, չէ՞։ Այսինքն պարապությունը ամենամեծ հանցագործությունն է ծնում։ Երբ որ այսինքն մշակութային, մենք մշակութային ազգ ենք ու դրա փրկությունը այդ երեխեքը մեղավոր չեն, ծնողները մեղավոր չեն, դասատուները մեղավոր չեն, բայց բոլորը մեղավոր են, թերի է։ Այսինքն սիստեմն է թերի։ Երբ որ
պարտադրեն գոնե օրինակ մի հատ երաժշտական գործիքի տիրապետել կամ ձեռքի շնորհքի Իսկ զբաղվածություն ապահովեն անչափահասի համար։ Ռեալ զբաղվածություն ու մեր մեջ կա, տեսեք, որ չգիտեմ, Թումո կենտրոններ կան, տարբեր տեղերում բացվեցին, ինչքան ողջունելի է։ Այսինքն մեր ուղեղները պետք է ճիշտ աշխատի, երբ որ այդ էներգիան մարդը սնվում է սերիալներից, այնտեղ, չգիտեմ, որտեղ բռնություն է, բռնություն է, չգիտեմ, ոնց որ էգոիստություն է, եսն է այնտեղ բանանում, քրեական ենթամշակույթն է, որի մասին խոսում են եւ ասում պատճառը դա է։ Տարիներով այդ մեր մեջ ներծծված է, այսքան, չգիտեմ, սերիալներից, տարբեր ռոլիկներից, բաներից, որ ամենտեղ բանակում կա այդ քրեական ենթամշակույթը, չգիտեմ, դպրոցներում կա, տարբեր հանրության, տարբեր շերտերում շատ հարցեր լուծվում է դենց, որովհետև բաց կա, այսինքն այդ բացը մշակույթի պակասն է։ Եթե մենք պրոստը ոչ թե պայքարենք մենակ հանցագործության դեմ, այդ երեխուն պատժելով խնդիրը չի լուծվում, կամ ծնողին աշխատանքից հեռացնելու, որի պահանջը դրված է։ Ուսուցիչի այդքան մեղավոր չի, այդտեղ պետք է նախ ծնողի պարտականությունն է, որ ինքը հետևի իր երեխայի ճիշտ ժամերի բաշխումանը, որ ինքը գիտենա իր երեխան որ ժամից որտեղ է գտնվում, իր զբաղվածությունը ճիշտ ապահովի, ու եթե առավել եւս մարզերում այդ բացը կա, որ մշակութային օջախները շատացվի, Երևանում շատ կա, Երևանը դրա պակասը չունի, բայց մարզերում լուրջ մասնագետների լուրջ տեղեր, որ զբաղվեն, այդ զբաղվածությունը երբ որ ապահովում է, եւ վերահսկողություն, զբաղվածություն եւ վերահսկողություն, բնականաբար, այսինքն հետեւողական, արդեն այդ երեխու էներգիան գնում է այդ հետաքրքրության մեջ, ինքը ստեղծում է, արարող ենք դառնում։ Ու նաև այդ ոչ միայն նման բաներ, նաև բնության հանդեպ, չգիտեմ, էկոլոգիայի հանդեպ մենք այդ մշակույթը չունենք, օրինակ ես երբ որ Իտալիայում էի, այնտեղ թանգարաններ էի հաճախում, տարբեր։ Ինչն էր հետաքրքիրը, որ հիմա այստեղ էլ կա ողջունելի է, բայց այնտեղ արդեն մշակույթ էր։ Իրենց դասերի որոշակի բանը անցնում էր թանգարաններում։ Թանգարաններում եմ այն դասի գնում։ Իրենց այդ ժամը, օրինակ ես ինչ թանգարանում եմ, մյուս օրը ես ինչ թանգարանում էր։ Մշակույթին մոտեցնում են աշակերտներին։ Անպայման, այսինքն շատ ողջունելի էր ու այդտեղ արդեն չէր կարա երեխան ժամանակ չուներ չարություն անելու ուրիշ բաներով մտածելու, այսինքն չէր դառնում հանցագործություն կամ հանցակազմ։ Այդ երեխեքը մեղավոր չեն, իրանց այդ էներգիան կա, ինքը պետք է օգտագործի միտեղ։ Իսկ երբ որ բացում ես, չգիտեմ, տարբեր, ոնց ասեմ, սոցհարտակներ, այնտեղ որևէ դրական ինֆորմացիա չկա, անընդհատ մեկը-մեկին սպանեց, մեկը-մեկին գողացավ, չգիտեմ։ Այդ չարությունն է հիվանդության պատճառ լինում։ Միանշանակ։ Եվ այս վիրուսները հենց հաղթահարում են մարդուն, բայց արդեն այդ մտավոր խնդիրներ է տալի։ Հասկացաք, այսինքն հոգեկան որոշակի բաներ է տալի։ Նայեք, հիմա շատ են շատացել աուտիկ խնդիրներով երեխաները, չէ՞, ամբողջ աշխարհում մեր հանրությունում։ Դա եւ սննդի պատճառն է, եւ այսինքն ծնողների ոչ ճիշտ հոգեկան ներաշխարի, իրաց ապրումների, որը բերում է նմանատիպ խնդիրներով պտուղներ։ Այսինքն եթե մենք ուզում ենք ոչ թե պետք է մենակ լոգոպեդի մոտ տանել, այսինքն պայման ստեղծել, որ չծնվի արդեն այդ ձևով։ Տեսեք, Հիտլերը ժամանակին հետաքրքիր բան էր անում, ինքը իր ազգը գենը թարմացրեց մի քիչ դաժան ձևով, բայց ինքը հատուկ նորմեր կար, եթե նույնիսկ առողջ երեխա էր ծնվում, բայց կարճ էր իր հասակին ինքը ոչնչացվում էր։ Հասկացաք, այսինքն այսօր, չգիտեմ, գերմանացիները 80 տարին իրենց համար սովորական տարիք է։ Այսինքն մենք այդպես կոպիտ միջոցներով չէ, բայց կոնկրետ բաներով, այսինքն ապագա մայրը պետք է չուտի, օրինակ լամաճը, կոպիտ եմ ասում, կամ խոզի միս, կամ սուշի, որովհետև ինքը թունավորում է իրան, որ ապագայում այդ լինելու է խնդիր կամ օրինակ կան կոնկրետ բաներ, որ այդ նաև պետք է այդ մշակույթը ճիշտ սնվելու կանոնները պետք է մտնի դպրոց։ Չունենք մենք այդ առարկան, որ ինչն է ճիշտ մարսողությանը նպաստող, ուղեղին սնուցող, չգիտեմ, իմունիտետը պահպանող, որ սնունդի միջոցով, այսինքն սնունդը պետք է լինի դեղը սնունդ, այսինքն ցանկացած հիվանդությամբ սննդի կարգավորմամբ պետք է լուծել, նույնիսկ այս վարակները անպայման,
Կան տարբեր միջոցներ, օրինակ, sense մի հատ պարզ բան ասեմ, որ թող ծնողները անեն, թե իրենց, թե երեխաներին, որ այդ վիրուսները արագ դուրս գան։ Կապ չունի այդ պայն երեխան հիվանդ է, թե առողջ է, ինքը պրոֆիլակտիկ կարելի է անել։ Շատ պարզ միջոց է, շատ էֆեկտիվ, ինքը մի 80%-ով պաշտպանում է, որ մարդը իմունիտետը բարձր մնա այս վիրուսների հանդեպ։ Վերցվում է 200 գրամ ջուր գոլ վիճակում։ Այդ ջրի մեջ երեխաների չափաբաժինը կազմում է վերցվում է 3%-անոց բերեկիսվա, այսինքն ջրի մեջ կատացվում է երեխաների համար 10 կատիլ, մեծերի համար 15 կատիլ, 200 գրամ ջրի գոլ վիճակում ու շպրիցով կտանցքերին լվացում։ Այսինքն ամեն առավոտ մեկի քնելուց առաջ, կարելի օրվա մեջ, օրական երկու անգամ։ Եվ քանի օր։ Ինքը պրոֆիլակտիկ է, ոնց որ ասեք, թե քանի օր կարելի է լվացվել։ Ինքն է ներքին լվացում, ինքը չունի պաբոչնի էֆեկտ, չի վառում որևէ, չգիտեմ, օրգաններ չի վառում։ Չէ, չի վառում, այսինքն ինքը, նայեք, մենք որ շնչում ենք, այդ վիրուսներ, միկրոբները հավաքվում են ստեղ։ Եթե մենք չենք մաքրում անընդհատ, ինքը գնում է ներս ու սկսում է արդեն մեր իմունիտետի վրա իր գործն անել։ Իր գործն անել։ Դրա համար, այսինքն երբ որ մենք պրոֆիլակտիկ կամ աղաջրով, աղաջուրն էլ շատ լավ էֆեկտ ունի, թույլ աղաջուր շատ պետք է ավելնել, բայց բերեկիսը հրաշք միջոց է, նույնիսկ խմելու համար։ Հատկապես մեծահասակներին։ Համար այդ պարզ միջոցով կարելի է ապահովագրել, ես վստահ եմ, եթե մարդը այս միջոցը անի, հաստատ 50%-ից ավել քիչ կլինեն վարակվողների կամ ծանր չեն տանի, գոնե շուտ դուրս կգան։ Այդ պրոֆիլակտիկ, հատկապես սեզոնային բաներում, առավել եւս մենք ունենք այսքան կեղտոտ օդ, բոլորիս ամեն օր պետք է։ Իսկ այդ հավաքույթները, որ հավաքվում են, մի խոսքով, դրանք էլ են ինչ-որտեղ վարակների տարածման, թեկուզ այդ մատարակներին, որ տարբեր տեղերից գալիս են, թեկուզ այդ գիտեք ոնց է, սենց ասեմ, այդ օտակատիլայինը, ինչքան ուզում ես զգույշ մնա, դու վարակվելու ես, եթե քո իմունիտետը գոնե իմանաս ինչպես քեզ վերականգնել։ Այսինքն այնտեղ կարևոր չէ հավաքների կգնաս, թե չէ, նույնը կորոնան էր, որ իշքան էլ խուսապես ինքը մեկ է գալու է։ Ինչքան վախենում ես, այնքան շուտ է մոտենում։ Այստեղ կարևորը, երբ որ քո իմունիտետը բարձր է, դու ուզում ես քո կողքը 10 հիվանդ լինի, դու այսինքն դու լուրջ չես վարակվի, թեթև կտանես, այսպես ասած։ Հիմա երեխաների իմունիտետ գծողը, դա առաջինը գազավորված ըմպելիքներն են, ցանկացած տիպի գազավորվածը, երկրորդը, ու ամենաառաջինը քաղցրն է, որ այսքան բոլորը իրենց, օրինակ դասամիջոցներին քաղցր, միրգ տվեք այդ երեխեքին, թող միրգ ուտեն, թող չիր ուտեն, թող ընդեղ են ուտեն։ Իսկացեք, այսինքն շատ կարևոր է, որ քաղցրը երեխայի սննդակարգից բացառել, քչացնել, բերել բնական քաղցրերի, մրգերի տեսքով, ջրերի տեսքով, այդ ձևի բնական մեղրի տեսքով։ Չէ, այս քաղցրի են կապել բոլոր երեխեքին ու քաղցրը հիմնական ազդում է ուղեղի զարգացման վրա։ Այսինքն տալիս է ագրեսիա, տալիս է անհամբերություն, որ համբերատար չեն իմիքվա երեխեքը։ Այսինքն այդ քաղցրը մեծ դեր ունի այդտեղ։ Տալիս է ուշադրության թուլացում, որ շատերը ասում են հիշողություն չունի, չէ, հիշողություն ունի, ուշադրությունն է թուլացած։ Այդ քաղցրն է անում, այդ չիփսերն են անում, այդ այս մեր fast food-երն են անում, այսինքն այդ ծնողը կարա գոնե վերահսկի, որ պետք է անի տեղ, ոչ ոք մեղավոր չի։ Եթե ամփոփենք, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, պարոն Ափոյան, այսինքն այնինչ կատարում է եկեղեցի պետություն, ընդհանրապես հարկավոր է մի փոքր անտարբեր լինել, այսինքն մարդիկ սխալ տեղում չլինել, ինչ որտեղ չմասնակցել այդ սադրանքներին, չտրվել։ Եթե պետք է սադրանք լինի, պետք է ինքը զերծ մնա, որովհետև եթե ես մի բան պետք է անեմ, ու այդ պետք է բացաբար անդրադառնա հանրության վրա կամ ինչ-որ շրջանի վրա, ես պետք է դա չանեմ։ Եվ հետևել սեփական առողջությանը այս վարակների եւ վիրուսները հաղթահարելու համար հետևել երեխաների դաստիարակությանը, երեխաների առողջությանը։ Նայեք, ասենց ասեմ, շատ ես պատրաստ եմ, այսինքն օրինակ եթե
այս հաղորդումից հետո կոնկրետ երեխաների առողջության հետ կապված հարցեր կլինեն, կոնկրետ հարցեր, ոնց լուծել այսինչ խնդիրը, կարելի է այդ հարցերը ամբողջացնել, որ հատուկ եթեր անել կոնկրետ այդ հարցերին, որ ազգի սերունդը առողջ մեծանա։ Փորձենք հավաքել այդ հարցերը եւ հաջորդ տարի արդեն կարողանանք սա էլ էր փոքրիկ խորհուրդեր ամեն դեպքում առողջությունը պահպանելու համար լսեցինք նաեւ ձեր տեսակետը երկրում եւ աշխարհում տեղ ունեցող իրադարձություն։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ափոյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։